Մասնագիտական գործունեություն իրականացնելու համար 2027 թվականից բուժաշխատողները պետք է ստանան անհատական լիցենզիա, որը կհավաստի բժշկի հմտությունների եւ որակների մասին, կհստակեցնի նրա պատասխանատվության շրջանակը։ Այս պահին, եթե բժիշկը ինչ-որ հարցով թույլ է տալիս սխալ, նրա նկատմամբ որևէ վերահսկողական գործառույթ իրականացնելու միակ ձևը ըստ էության քրեական օրենսգիրքն է եւ շատ այսպես պատճառահետևանքային կապը, բայց մեր նպատակն է, որ բժիշկների կողմից աշխատանքի ընթացքում թույլ տրվող բացթողումները կամ հմտությունների գիտելիքների վերանայումը լինի ոչ թե քրեական օրենսգրքով կարգավորվող, այլ հենց լիցենզավորման ինստիտուտով կարգավորվող շրջանակ։ Անհատական լիցենզիա ստանալու համար բուժաշխատողները հանձնելու են քննություն։ Այս պահին մասնագիտական գործունեություն է իրականացնում մոտ 20,000 բուժաշխատող։ Համակարգի ներդրման առաջին փուլում քննական գործընթացը պարզեցված կլինի։ Կներկայացվի միայն թեստային առաջադրանք։ Հաջորդիվ արդեն կլինեն նաև տեսական եւ գործնական քննություններ։ Մենք նաև գնման ընթացակարգի մեջ ենք հիմա, տեխնոլոգիական այս նոր լուծումները, որ կան քննական պրոցեսները իրականացնելու, որպեսզի ունենանք օբյեկտիվ արդյունքներ, այս մասով էլ նոր պրոդուկտ ենք ունենալու։ Այս պրոդուկտից օգտվելու ձևաչափներ մեր բժիշկներին իհարկե մենք սովորեցնելու ենք եւ ներկայացնելու ենք։ Այս պահին քննական հարցաշարերի կազմման փուլն է։ Առաջիկայում դրանք կհրապարակվեն, կկազմակերպվեն բուժաշխատողների հետ առցանց հանդիպումներ, նրանց ներկայացնելով քննական գործընթացի բոլոր մանրամասները։ Քննության շրջանակը բաղադրիչները լինելու են մասնագիտական, էթիկական նորմեր եւ մի հատված է լինելու է շտաբ բժշկական օգնություն ավելի խորացված ըստ մասնագիտության, սա այլ շատ կարևոր հմտություն է, որ մենք պետք է մեր բժիշկների մոտ վստահ լինենք, որ ունենք անընդհատ թարմացվող այս գիտելիքները։ Նախարարը անդրադառնում է նաև ՇՄԶ հավաստագրի կարևորությանը։ Հավաստագիրը այլ բան է հավաստում, այն հավաստում է, որ բժիշկը անընդհատ թարմացնում է իր գիտելիքները, բայց օրինակ բոլոր երկրներում էլ, գիտեք, շատ քիչ երկրներ կան, որ այս լիցենզավորման համակարգը չունեն եւ տարիներ առաջ Հայաստանում եւս եղել է լիցենզավորման ինստիտուտը, բայց ինչ պատճառներով դուրս է եկել եւ կարծում եմ, որ մենք եւս զարգացած առողջապահական համակարգ ունենալու համար սա պարտադիր պայման է։ Լիցենզիան կտրվի 5 տարի ժամկետով, իսկ լիցենզիայի վերահաստատումը կլինի պարզեցված ձևաչափով։ Լիցենզիան աշխատելու թույլտվությունն է, այսինքն այն հավաստում է, որ բժիշկը ունի համապատասխան կրթություն, որը կրթության մասին փաստաթուղթն է, հաջորդիվ մշտապես ուրեմն կրեդիտների շրջանակներում ստանում է բժշկական գիտելիքներ իր կարիերայի ընթացքում եւ սա էլ այդ ավարտական հավաստումն է պետության կողմից, որ տվյալ մասնագետը կարող է գործունեություն իրականացնել։ 2027 թվականին առաջին փուլում կլիցենզավորվեն ավագ բուժաշխատողները, հաջորդ փուլերում նաև բուժքույրերը։ Իդեպ այս տարի առաջին անգամ իրականացվել է օրդինատորների անհատական լիցենզավորում։ Նրանք հանձնել են քննություն, ստացել սահմանափակ գործունեության լիցենզիա, եւ նրանք նաև առաջինն են, որ սկսել են աշխատել այս նոր համակարգով։ Նարե Ոսկանյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։